Հարցը սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հունիսի 25-ն է, սա թվով մեր առաջին հաղորդումն է, եթե իհարկե չհաշվենք պարոն Արտյոմ Չեռնոմորյանի հետ այսօրվա մեր զրույցը, շատ կարևոր հաղորդում է եւ բազմաթիվ հարցեր կան քննարկելու, երբ որ շատ են հարցերը քննարկելու, նույնիսկ մտածում եմ, թե քանի րոպեվա մեջ կարող ենք տեղավորվել, այսօր էլ բազմաթիվ հարցեր կան քննարկելու, փորձենք առավելագույնս կարճ ժամանակահատվածում ձեզ հետ միասին այս կարևոր հարցերը քննարկենք։ Հապկից հնչում են նոր սպառնալիքներ Հայաստանի հասցեին, փորձում են Հայաստանին կողմնորոշել, ճնշում են Հայաստանի վրա։ Հենց բացի քննարկենք այսօր կառավարությունում տեղի ունեցած նիստը, որի ընթացքում հետաքրքիր ելույթներ եղան, հատկապես հետաքրքիր հայտարարություններով հանդես եկավ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, նրանց բացի Գևորգ Պապոյանը, Նիկոլ Փաշինյանը եւ հիմնական հարցը վերաբերվում էր հայկական ապրանքների արտահանմանը, նոր տեղեկություններ ունենք այս հարցի շուրջ, շատ կարևոր տեղեկություններ, նրանց բացի կան հետաքրքիր հայտարարություններ հապկի վերաբերյալ, այսօր գիտեք Փաշինյանը ճեպազրույց էր հրավիրել եւ այդտեղ հետաքրքիր հայտարարություններ հնչեցին օրվա կարծում ամենակարևոր թեման Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործի հարուցումն է, դատախազությունը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի թույլ տան Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն Հայաստան դաշինքի մասով հետաքրքիր նոր փաստեր են բարձվում կրկին հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նոր փաստեր են տրամադրվում, նրանց բացի կան տեղեկություններ, որ Գյումրու ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են ընթացել, Սահմանադրական դատարանի հնարավոր վաղվա որոշմանը անդրադառնանք, այդտեղ էլ ունենք հետաքրքիր նոր մանրամասներ եւ մնացածը արդեն միջազգային կարևոր հարցերն են, որոնք որ նաեւ առնչություն ունեն Հայաստանի հետ, օրինակի համար կարծում եմ կարևոր է քննարկել Կասիմ Ժամար Տոկաևի այցը Եվրամիության մայրաքաղաք եւ նոր պայմանավորվածությունները Եվրամիության հետ բազմամիլիարդ դոլարանոց նոր ծրագրերը փաստացի Ռուսաստանը դա անտեսում է, դրանց բացի հետաքրքիր տեղեկություններ ունենք Ադրբեջանի եւ Ուկրաինայի շփումներից, Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է Ուկրաինայի փոխվարչապետի հետ, այսինքն այնքան հարցեր կան քննարկելու, դե ռուս-ուկրաինական պատերազմը, Ամերիկայի Միացյալ Նահանգներից հնչող հայտարարությունները, մի խոսքով լավ է սկսենք, ժամանակ չկորցնենք, քանի որ շատ հարցեր կան քննարկելու եւ ինչպես միշտ փորձենք շատ արագ ձևով քննարկել, բայց նախքան դա հիշեցնեմ ուղղակի առանց նեղանալու լայքերի մասին, քանի որ լայքերը իրոք շատ կարևոր են, դա կարելի ասել մեր բենզինն է, որով որ մեր հաղորդումները շատ արագ ընթացք են ստանում եւ տարածվում են ամբողջ աշխարհով, ամբողջ Սփյուռքն է մեզ դիտում, ինչպես նաեւ Հայաստանը, այսինքն այնտեղ, որտեղ որ հայ կա, նույնիսկ Ռուսաստանում, որտեղ որ շատ դժվար է դիտել YouTube-ը, դիտում են մեր ալիքը եւ դրա համար սիրելի հայրենակիցներ չափազանց կարեւոր են ձեր լայքերը, որպեսզի մեր բոլոր տեսանյութները շատ արագ ձևով տարածվեն, բնականաբար բաժանորդագրումները նույնպես շատ կարեւոր են, մեկնաբանությունները, ինչպես նաեւ տարածումները սոցիալական ցանցերով։ Սկսում ենք։ Ուրեմն, սկսենք հապկի սպառնալիքներից։ Ես երեք արդեն խոսեցի հապկի սպառնալիքների վերաբերյալ, երբ հապկից հնչում են հայտարարություններ թրիփի մասով, անում են դա Զանգեզուրի միջանցք, այնքան ռուսների մտքում ոչինչ չի փոխվել։ Այդ ճանապարհը իրենք տեսնում են Զանգեզուրի միջանցք, կրկին փորձում են թուրքերին շահագրգռել, ադրբեջանցիներին եւ աղավաղում են թրիփ ծրագիրը, անվանելով դա վտանգ հապկի համար։ Նաև խոսում էին Եվրամիության իբր ռազմական ներկայության մասին, որ Եվրամիությունը ռազմական ներկայություն է ստեղծում Հայաստանում, բնականաբար դա չի անպատասխանում իրականության,
բայց դա արվեց նրա համար, որ սպառնան Հայաստանին։ Հիմա մենք ունենք նոր հայտարարություններ։ Եվ հիմա այդ նոր հայտարարություններով Ռուսաստանի ներկայացուցիչը հապկում Վիկտոր Վասիլևը կոչ է անում Հայաստանին շատ արագ կողմնորոշվել։ Հապկի մասով շատ արագ կողմնորոշվել։ Հակառակ պարագայում նա ասում է, որ այլ սցենարներ կկիրառվեն Հայաստանի նկատմամբ։ Որ սցենարների մասին է խոսքը։ Կարելի է միայն ենթադրել, բայց սա եւս սպառնալիք է հապկի կողմից։ Բայց կարևոր է մեկ բան հասկանալ, որ քանի Հայաստանը հապկի անդամ է եւ ԵԱՏՄ-ի անդամ է, դժվար թե նույն ԵԱՏՄ-ն եւ հապկը ուղիղ ռազմական ագրեսիա կարողանան իրականացնել, դե ԵԱՏՄ-ն ագրեսիա իրականացնելու համար էլ չէ, բայց հապկի երկրները, հապկը ինքը կոնկրետ Ռուսաստանը, ավելի կոնկրետ լինենք, նման բանի ընդունակ է, մենք դա տեսնում ենք Ուկրաինայի օրինակով, բայց նաև տեսնում ենք ինչպես է քթները ջարդվում Ուկրաինայի վրա հարձակվելու պատճառով։ Մենք գիտենք, թե ինչ ատելությամբ են լցված նաև կովկասյան բոլոր ազգերը, նույնիսկ այն ազգերը, որոնք բնակվում են Ռուսաստանում, եւ Ռուսաստանի յուրաքանչյուր սխալ քայլ, ինչու՞ չէ Հայաստանի նկատմամբ, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի կապ չունի, Ուկրաինայի մասով, այդ ժողովուրդների մոտ միայն ու միայն ատելություն է գեներացնում Ռուսաստանի նկատմամբ, եւ դա շատ վտանգավոր է իրենց համար, քանի որ Ռուսաստանը կայսրություն է, եւ լավ կլինի իրենք խելքները, գլուխները հավաքեն, հակառակ պարագայում մեծ ու մեծ խնդիրներ կունենան, բայց իրենք չհասկանալով սպառնում են, երևի թե չհասկանալով, կամ փորձում են վախեցնել, չնայած այն իրավիճակում չեն, որ կարողանան մեզ վախեցնել։ Հիմա անդրադառնանք այսօրվա կառավարության նիստին, որից որ մենք հետաքրքիր նոր մանրամասներ ստացանք, որ Հայաստան լավ էլ այլընտրանք ունի։ Արարատ Միրզոյանի ելույթից մենք հասկացանք, որ Հայաստանը ոչ միայն Եվրոպա արտահանելու է հայկական մթերքները, հատկապես մրգերը, այլ նաև կարող է արտահանել Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա, արաբական երկրներ, եւ նույնիսկ լսեցինք այն մասին, որ Թուրքիան է հետաքրքրված հայկական մրգերով, ճիշտ է, կան բարդություններ, բայց նույնիսկ Թուրքիան է հետաքրքրված հայկական մրգերով։ Եվ դա շատ բանի մասի է խոսում, սիրելի հայրենակիցներ, եւ Արարատ Միրզոյանի խոսքերով մոտակա օրերին մենք հետաքրքիր նորություններ ենք լսելու հայկական ապրանքների արտահանման մասով։ Ճիշտ է, նա ասում է, որ կան նաև դժվարություններ, կան նաև լոգիստիկ հարցեր, բայց պետությունը աշխատում է, պետությունը փորձում է օգնել բիզնեսին եւ այդ հայտարարություններից մենք հասկանում ենք, որ հայ արտահանողը միայնակ չէ այս պայքարում։ Նրանից բացի Գևորգ Պապոյանը տեղեկացրել է այն մասին, որ այս ընդամենը 1 ամսվա ընթացքում Հայաստանը կարողացել է արդեն արտահանել ծաղիկները 16 երկիր։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ ահռելի աշխատանք է տեղի ունեցել։ Միանշանակ մեծ մասը եվրոպական երկրներ են գնացել, բայց կարծում եմ ոչ միայն եվրոպական, այլ այդ թվում Ուկրաինա։ Ուսա հրաշալի է իրականում, սիրելի հայրենակիցներ, փաստացի Ռուսաստանը օգնեց մեզ, որպեսզի մենք կարողանանք իրական դիվերսիֆիկացիայի ենթարկել հայկական տնտեսությունը, այն նոր է դիվերսիֆիկացիայի ենթարկվում, բայց բնականաբար նաև արտահանումների հաշվին եւ վաղը մյուս օրը մենք արդեն կունենանք շատ դրական եւ լուրջ արդյունքներ, նույնիսկ եթե հիմա կորուստներ են կրում, միանշանակ հայկական տնտեսությունը երկարաժամկետ ապագայում այս ամենից միայն ու միայն կշահի եւ անգամներով կշահի։ Փաշինյանի խոսքերով ԵԱՏՄ-ի հետ Հայաստանը շատ սերտ ու ակտիվ աշխատում է։ Փաշինյանի խոսքերով այն կանխավարկածով չենք, որ անշրջելի բան է տեղի ունեցել եւ մենք հիմա չպետք է այդ ուղղությամբ նայենք։ Փաշինյանը ասում է, որ համոզված ենք, որ լուծումներ կլինեն, որովհետեւ լուծումներ չլինելը դա լրիվ ուրիշ բան է նշանակում առաջին հերթին ԵԱՏՄ-ի համար։ Փաշինյանը հետո ավելի է մանրամասնում իր միտքը, ասելով, որ ինքը իր գործընկերներին հարցեր ունի տալու։ Նաև այդ հայտարարության մասով, որը որ ընդունվել էր, հիշում եք, Ղազախստանում, Փաշինյանի խոսքերով պետք է հասկանալ, թե ինչ է դա նշանակում գործնականում։
ԵԱՏՄ-ի ցանկացած երկիր հետ կապված կարող է այդպիսի որոշումներ կայացնել։ Մի օր արթնանալ եւ որոշումներ կայացնել։ Սրանք Փաշինյանի խոսքերն են եւ վերաբերում են բնականաբար այդ հայտարարությանը, որը որ սպառնում էին նաեւ Հայաստանի մասով որոշումներ կայացնել։ Իսկ մենք լավ գիտենք եւ դա տեղեկացել են, այդ մասը տեղեկացել ենք Հայաստանի կառավարությունից, որ ԵԱՏՄ-ի կանոնադրության մեջ չկա նման բան։ Իսկական առանց Հայաստանի որևիցե որոշում չպետք է ԵԱՏՄ-ում կայացվի։ Բնականաբար այդպես չպետք է լինի, որ Ռուսաստանը հրահանգեց, բոլորը համաձայնվեցին եւ խախտելով ԵԱՏՄ-ի օրենքները որոշումներ կայացրին։ Այդտեղ հստակ ցուցադրաբար Ռուսաստանը ազդեցություն է ունենում մնացած երկրների վրա եւ Ռուսաստանի ցանկությամբ փորձում են որոշումներ կայացնել, հայտարարություններ ընդունել Հայաստանի նկատմամբ։ Եվ սա կրկին ապացուցում է այն, որ Ռուսաստանը ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը ստեղծել է իր կայսերական նպատակներով։ Եվ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր միտքը, այսինքն սա իմ միտքն էր։ Առաջին մասը Նիկոլ Փաշինյանին էր, որ ինքը գործնականում հարցեր ունի։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցերի պատասխանը այո է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին, եւ մենք էլ պետք է այստեղից հետեւություններ անենք։ Հասկացաք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Եթե ԵԱՏՄ-ն վերածվում է քաղաքական կառույցի եւ հակասելով իր կանոնադրությանը որոշումներ է կարողանում կայացնել եւ Հայաստանը չի կարողանում արտահանել ԵԱՏՄ երկրներ, խոչընդոտվում է Հայաստանի մուտքը ԵԱՏՄ երկրներ, չնայած որ ԵԱՏՄ անդամ է, ապա բնականաբար Հայաստանը այդտեղից կանի հետեւություններ եւ միանշանակ ես պատկերացնում եմ, որ նույնիսկ դուրս գալու հարցը կբերվի օրակարգ։ Նույնիսկ գիտեք, կարող է այնպես ստացվել, որ ԵԱՏՄ-ից Հայաստան ավելի շուտ դուրս գա, քան ՀԱՊԿ-ից։ Չեմ բացառում նաեւ դա։ Փաշինյանը էլի մի շարք կարևոր հայտարարություններ է արել, բայց առաջարկում եմ անցնել մնացած հարցերի քննարկման։ Օրինակի համար տեսնում ենք, որ ներքաղաքական գործընթացները Հայաստանում նոր հետաքրքիր թափ են ստանում։ Վաղը Սահմանադրական դատարանը քննարկելու է այդ ընդդիմադիր կոչվածների դիմումները եւ այսօր պարզ դարձավ, որ հուլիսի 4-ին ենք մենք իմանալու, թե ինչ որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը։ Կարևոր է նաեւ նշել, որ Սեդա Սաֆարյանի մասով դատավորները որևիցե որոշում չկայացրեցին, նույնիսկ քննարկման չդրին Հայաստան Դաշինքի ներկայացրած այդ հարցը։ Բնականաբար սա լավ տեղեկություն է Հայաստանի համար։ Շարունակենք թեման եւ այստեղ կարևոր է անդրադառնալ այն հարցին, որ հակակոռուպցիոն կոմիտեն ամեն օրվա ռեժիմով նորանոր հաղորդագրություններ է տարածում։ Այնպիսի մասշտաբային ընտրակաշարք է բաժանվել ընդդիմադիր ուժերի կողմից, ռուսական ընդդիմադիր ուժերի կողմից, որ ընտրություններից արդեն անցել է մոտ 20 օր, մի քիչ, մոտ 20 օր է անցել, բայց մինչև հիմա հակակոռուպցիոն կոմիտեն նորանոր տվյալներ է բացահայտում եւ նորանոր տվյալներով է իրազեկում հանրությանը։ Եվ այսօրվա տեղեկության համաձայն Հայաստան Դաշինքի համակիրների կողմից ընտրակաշարք տալու ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնվել են նոր քրեական գործ, վարույթի շրջանակներում խուզարկություններ են իրականացվում։ Դրանից բացի ըստ լրատվամիջոցների խուզարկություններ են ընթանում Գյումրու ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տանը։ Եվ սրանք շատ կարևոր, չափազանց կարևոր տեղեկություններ են, սիրելի հայրենակիցներ, մենք տեսնում ենք այն, որ Հայաստանի իշխանությունները եւ իրավապահ համակարգը այլևս չի հանդուրժում ռուսական ընդդիմության, ռուսական իշխանությունների կողմից ֆինանսավորվող, հրահանգավորված ուժերի գոյությունը Հայաստանում։ Եվ նրանք, ովքեր որ խախտել են օրենքը, քայլեր են իրականացրել ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության, դրսից ունեն հովանավորներ, հրահանգավորված աշխատանքներ են իրականացնում, կաշառք են բաժանում բոլորի հետևից
Հայաստանի իրավապահ մարմինները գնում են։ Եվ բնականաբար սա չի կարելի չողջունել։ Սրանք ուղղակի քաղաքական ճնշումներ չեն։ Սրանք քաղաքական ճնշումներ չեն, կրկնեմ։ Սա մաքրման գործընթաց է։ Հայաստանը կամ պետք է անկախ պետություն լինի, կամ պետք է դառնա օտար երկրի գուբերնիա։ Բայց շատ կարևոր է մեկ բայց մենք պետք է չափազանց ուշադիր լինենք, որ ապագայում հանկարծ Հայաստանի իրավապահ մարմինները, իշխանությունները դրանից չողջևորվեն եւ չսկսեն նույնը իրականացնել հասարակական կազմակերպությունների անկախ եւ կուսակցությունների նկատմամբ։ Ես կարծում եմ, որ այդ սահմանները նրանք չեն անցնի, բնականաբար 100%-ով չես կարող համոզված լինել, բայց պետք է հասարակությունը կոնկրետ այդ հարցին հետևի, քանի որ ախորժակը առաջանում է ուտելու ժամանակ։ Ինչ անում են հիմա իրավապահները, կրկնեմ, ես միայն ու միայն կարող եմ ողջունել։ Միայն ու միայն ողջունում եմ եւ այստեղից հստակ իմ դիրքորոշումն եմ հայտնում, բայց պետք է նույն ժամանակ չկորցնենք մենք մեր զգոնությունը։ Հաջորդ կարևոր թեման այս հարցի շարունակությունն է եւ դա արդեն վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին։ Քիչ առաջ տեղեկացանք այն մասին, որ միջնորդություն է ներկայացվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը պետք է տա համաձայնություն, որպեսզի քրեական հետապնդում հարուցվի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Հաստատի Փաշինյանը իր խոստումների հետևից է գնում եւ բնականաբար, եթե ցանկացած այսպիսի գործ հասցնելու են ավարտին, սա եւս կարելի միայն ու միայն ողջունել, կրկնեմ, եթե մինչև վերջ ավարտին են հասցնելու զուգահեռաբար հասարակությանը ներկայացնելով այն ամենի մասին, ինչ իրականացնում են։ Հիմա ձեր թույլտվությամբ անդրադառնանք միջազգային կարևոր հարցերին, որոնք որ նույնպես կապված են Հայաստանի հետ։ Օրինակի համար Կասիմ Ժամալ Տոկաևը գտնվում էր Եվրամիության մայրաքաղաքում եւ այնտեղ մի շարք շատ կարևոր հանդիպումներ են նա անցկացրել Ղազախստանի համար։ Ղազախստանը խորացնում է իր հարաբերությունները Եվրամիության հետ, միլիարդավոր դոլարի առևտուր ունի Ղազախստանը եւ հիմա նոր փաստաթղթեր են ստորագրվել Ղազախստանի եւ Եվրամիության միջև։ Նոր առևտրային համաձայնագրեր։ Եվ այսպիսով Եվրամիությունը դառնում է Ղազախստանի առևտրային ամենակարևոր գործընկերներից մեկը։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանում սա չեն նկատում եւ հետաքրքիր է, որ մենք Ռուսաստանի կողմից Ղազախստանի մասով որևիցե մեկնաբանություն չենք տեսնում։ Իհարկե դա շատ լավ է մեզ համար, որ Ղազախստանը խորացնում է իր հարաբերությունները Եվրամիության հետ։ Դա նրա շարունակությունն է, ինչի մասին ես խոսում եմ այստեղից շատ երկար ժամանակ։ Եվրամիությունից Թուրքիայով, Հայաստանով, Ադրբեջանով, Վրաստանով, Կասպից ծովով դեպի Ղազախստան եւ ոչ միայն դեպի Ղազախստան, այլ ամբողջ կենտրոնական Ասիա եւ Չինաստան։ Դրա մասին է խոսքը։ Եվ դրա համար արդեն իսկ ակտիվացնում են հարաբերությունները Ղազախստանը եւ Եվրամիությունը։ Բայց Ռուսաստանում սա չեն նկատում կամ չեն ցանկանում նկատել։ Եվ դրանից բացի Ղազախստանը ԵԱՏՄ-ի շրջանակներում միանում է Ռուսաստանի հայտարարություններին ընդդեմ Հայաստանի։ Հիշում եք, ես ասում էի, թե սա կարող է նույնիսկ հետևանքներ ունենա Ղազախստանի համար։ Ղազախստանին կհարցնեն. ինչու ես միացել այդ հայտարարությանը ԵԱՏՄ-ի շրջանակներում ընդդեմ Հայաստանի։ Չնայած ԵԱՏՄ-ն փակ կառույց է, Եվրամիությունը դրա հետ կապ չունի, բայց բոլորն են հասկանում, որ այդ ամենը արվում է Հայաստանին ճնշելու համար եւ Եվրամիությունը ամեն ինչ իմանում է, որ Հայաստանին չճնշեն։ Հետևաբար ես կարծում եմ, որ Տոկաևին հարցրել են, թե ինչ է անում Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ։ Ինչու եք դուք այդ ամենում մասնակցում, ինչ որ միտեղ մասնակցում, այսինքն ԵԱՏՄ-ի մասով, հայտարարության մասով մասնակցում եք, չէ՞։ Չնայած Հայաստանը ռազմավարական դաշնակից է Ղազախստանի եւ այդպիսի փաստաթուղթ ունենք եւ ինչպես արդեն նշեցի, ապագայում Հայաստանով շատ կարևոր բեռնափոխադրումներ են իրականացվելու Ղազախստան եւ Ղազախստանից դեպի Եվրոպա։ Ոչ միայն Եվրոպա։ Դա եւս կարևոր է նշել։
Այդ ընդհանուր առմամբ այդ տեղեկությունը շատ լավ կարևոր տեղեկություն է, որ Ղազախստանը խորացնում է իր հարաբերությունները Եվրամիության հետ եւ եթե չեմ սխալվում 8 միլիարդ դոլարի նոր ծրագրեր ունեն Եվրամիության հետ, միլիարդ եվրոյի։ Հաջորդ հարցը վերաբերվում է Ադրբեջան-Ուկրաինա հարաբերություններին։ Դեռ Հայաստան այցից առաջ գիտենք, որ Զելենսկին այցելել էր Բաքու, այդ մասին եմ խոսել, եւ ռազմական պայմանագրեր էին ստորագրել Ալիևի հետ, ռազմական փոխգործակցության, զենքի արտադրության եւ այլն։ Դա Ռուսաստանը չէր նկատել։ Ինչպես նաեւ հիմա չի նկատում Ջեյհուն Բայրամովի եւ Ուկրաինայի փոխվարչապետի հանդիպումը։ Այսինքն Ադրբեջանի արտգործնախարարի եւ Ուկրաինայի փոխվարչապետի հանդիպում։ Այդտեղ եւս բազմաթիվ պայմանավորվածություններ կան այդ հանդիպման տակը եւ պայմանավորվել են ավելի խորացնել իրենց հարաբերությունները։ Իսկ Ռուսաստանը խոսում է միայն ու միայն Հայաստանից։ Հարցեր են, որոնք որ պետք է տրվեն, բայց բնականաբար հայկական դիվանագիտությունը եւ Հայաստանի արտգործնախարարությունը տվյալ հարցերը չի տա, քանի որ դա կնշանակի, որ Հայաստանը միջամտում է երրորդ երկրների ներքին գործերին։ Բայց ես կարծում եմ, որ հայ հասարակությունը այս հարցը պետք է տա ինքներին, թե ինչու է Ռուսաստանը այդպես վարվում, հայ փորձագետները այդ հարցը պետք է տան եւ այնպես պետք է տանք այդ հարցը, որ այդ հարցերը հասնեն Ռուսաստան։ Ապազանց կարևոր է դա, սիրելի հայրենակիցներ։ Հաջորդ հարցը ռուս-ուկրաինական պատերազմին է վերաբերվում եւ մենք տեսնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշման լրջագույն փոփոխություն։ Արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը այնպիսի հայտարարություններով է հանդես գալիս, որոնք որ նույնիսկ մեզ մոտ են զարմանք առաջացնում։ ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարության համաձայն Ուկրաինան հաջողակ ձևով հիմա անցել է հակահարձակման եւ Ուկրաինան հաղթանակ է տանում այս պատերազմում։ Այսինքն այսպիսի հայտարարություններ են արվում արդեն բաց, որ Ռուսաստանը պարտություն է կրում, Ուկրաինան հաղթանակ է տանում։ Թրամփն էլ է խոսել Ուկրաինայից։ Մենք քանի օր է ասում ենք այն, որ Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ փոփոխություններ են գրանցվում։ Հիմա հետաքրքիր ռազմական կենտրոններ են կառուցում ամերիկացիները Ուկրաինայում։ Հավանաբար ուզում են սովորել եւ իմանալ այն գաղտնիքները, թե ինչ ձևով են ուկրաինացիները անօթաչու սարքեր հավաքում։ Ճիշտ է, այդ անօթաչու սարքերի մեջ կան նաև ամերիկյան դետալներ, եվրոպական դետալներ, բայց այնուամենայնիվ ընդհանուր ինժեներական լուծումները ուկրաինական են եւ բավականին հաջող առաջատար լուծումներ են աշխարհի մակարդակով ամենաառաջատար լուծումներն են դրոների մասով։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի ինչ սովորի Ուկրաինայից, պատկերացնում եք ուր ենք հասել։ Եվ դրա համար Թրամփը փոխում է իր դիրքորոշումը Ուկրաինայի մասով, այն որ տեսնում է, որ Ուկրաինան կարող է տանել հաղթանակ։ Հաստատի ճիշտ է այն խոսքը, թե պարտությունը տեր չունի, պարտությունը անտեր է, իսկ հաղթանակը ունի բազմաթիվ տերեր։ Դոնալդ Թրամփը նախկինում ասում էր, թե Ուկրաինան չունի խաղաքարտեր։ Հիմա ասում է, որ Զելենսկու գործերը լավ են։ Սա Թրամփի հայտարարությունն է։ Տեսեք, անկախ ամենից նա լավ է, ասում է Թրամփը։ Նա դիմադրում է։ Հետո նա արդեն ասում է իր սովորական խոսքերը, որ շատ մարդիկ են մահանում երկու կողմից, բայց ես կարծում եմ, որ նա լավ է։ Զելենսկու համար է ասում Թրամփը։ Հետո բնականաբար Թրամփը պետք է ինքն իրեն էլ գովի, ասի, որ իր դերակատարությունը մեծ էր Ուկրաինայի հաջողությունների մեջ, խոսում է այն մասին, թե ինչ լավ զինատեսակներ են ՆԱՏՕ-ի միջոցով Ամերիկայի Միացյալ Նահանգները տրամադրում Ուկրաինային, ինչ առաջատար զենքեր է տրամադրում Ամերիկայի Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի միջոցով Ուկրաինային։ Իրականում Թրամփի օրոք մեծ մասը դրանց ծախում են։ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ էլի մի քանի հայտարարություն է արել, ասեմ, որ հայտարարություններից մեկը հեչ մեր սրտովը չէ, եւ դա վերաբերվում է Թուրքիային։ Թրամփը պատրաստվում է Թուրքիային ծախել, վաճառել F-35 ինքնաթիռներ։ Եվ կամաց փորձում է առաջ տանել այդ հարցը։
Թրամփը ասում է, որ ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան, չնայած շատերը նորմալ ձևով չեն համարում Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամ, բայց իրականում ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան։ Հետո Թրամփը ասում է, որ ՆԱՏՕ-ի ամենաուժեղ անդամներից մեկն է Թուրքիան, ամենաուժեղ բանակներից մեկը ունի եւ ասում է, որ հավանաբար ես գնամ այդ քայլին, ես անեմ դա ու վաճառեմ F-35-եր Թուրքիային։ Դրանից բացի Թրամփը տեղեկացրել է այն մասին, որ ինքը հավանաբար կայցելի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Թուրքիայում Էրդողանի նկատմամբ իր ունեցած հարկանքի պատճառով, այսպիսի շռայլ հայտարարություններ են արել Թուրքիայի եւ Էրդողանի հասցեին, բնականաբար ես այդ հայտարարություններից դժգոհ եմ, բայց թե ինչ անենք։ Այդպիսի հայտարարություններով է հանդես եկել Դոնալդ Թրամփը։ Թուրքերը գիտեն, թե ինչպես շոհեն Թրամփին, ինչպես վերաբերվեն Թրամփի հետ։ Ինքն Թրամփը այն մարդն է, որը հնարավորություն է տվել Թուրքիայի քաղաքականությանը եւ Ադրբեջանի քաղաքականությանը լիարժեք բացվել, ինչպես իրենք սիրում են շռայլ գովեստներով կամ այլ ձևերով մարդկանց գրավել, այս ձևով էլ ես կարծում եմ, որ Թրամփին է գրավել Թուրքիան, քանի որ Բայդենը հրաժարվում էր նման հայլի դիմել։ Մի քանի բառով անդրադառնանք ռուս-ուկրաինական պատերազմին, ասեմ, որ այնքան են տեղեկությունները ուկրաինական հարվածների մասին Ռուսաստանի տարածքում, եւ այնքան են տեղեկությունները, որ Ռուսաստանում սուր վառելիքի խնդիր է, որ այդ բոլոր հարցերը դժվար է մեկնաբանել։ Անձամբ տարբեր մարդկանց հետ եմ շփվում, իրոք կան խնդիրներ։ Գնաճը ահռելի է, բենզինի հատկապես Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում եւ նույնիսկ Մոսկվայում։ Մոսկվայից նույնպես մենք ստանում ենք այդպիսի տեղեկություններ։ Այսօր Սոչիում եւ Տուապսեում մաքսիմալ վտանգ է եղել անօթաչու սարքերի, բազմաթիվ պայթյուններ են գրանցում Ռուսաստանի տարբեր շրջաններում, Ղրիմից էլ կան տեղեկություններ, նոր հարվածներ են հասցվել Ղրիմին, հատկապես էլեկտրական օբյեկտներին եւ ամենուր էլեկտրականության անջատումներ են Կիևում, Ղրիմում, բայց նման իրավիճակի նաեւ ճիշտ ասած Կիևից եւս տեղեկություններ կան, որ էքստրեմալ մեկ-մեկ լույսի անջատումներ կան, քանի որ Ռուսաստանը նույնպես հարձակումներ է իրականացնում Ուկրաինայի վրա։ Բայց այնուամենայնիվ, կարծես թե ուկրաինական հարվածները դարձել են շատ ավելի ցավոտ, քան Ուկրաինային հասցվող հարվածները։ Այսինքն ուկրաինական դրոնները ամենօրվա ռեժիմով շատ ավելի ցավոտ լուրջ հարվածներ են հասցնում Ռուսաստանին։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, կարող ենք նաև անդրադառնալ այն սարսափելի երկրաշարժին, որը որ տեղի ունեցավ Վենեսուելայում 7 քանի մագնիտուդ երկու անգամ միանգամից կամ բազմաթիվ զոհեր, շատ ավերածություններ։ Ճապոնիայում նույնպես գրանցվել է 7.1 կամ 7.2 մագնիտուդ երկրաշարժ, բայց դե Ճապոնիայում ավելի ապահով են շենքերը կառուցված, քանի որ շատ սեյսմիկ ակտիվ գոտի է։ Հիմա Վենեսուելան է գտնվում շատ ծանր աղետալի վիճակում եւ Թրամփը շատ արագ արձագանքել է, ասելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անպայման կօգնի վիճակի է, ցանկանում է օգնել Վենեսուելային եւ անպայման կօգնի Վենեսուելային իր նոր ընկերոջը։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։